Հիմա կարանք ասենք շատ լավ, տանք 50 միլիոն դրամ, 60 միլիոն դրամ, բայց եթե գիրքը կարդացված չէ, նույն պատմությունն է, որովհետև էլի անընդհատ ուզում եմ այս բանի մասին, որովհետև սա շատ կարևոր նաև քաղաքական քննարկում է, որովհետև հիմա շատ են նաև խոսում նրա մասին, որ մենք 2018 թվականին այս բանի խեղճ մարդու, բանի անճար մարդու եւ այլն պաշտպան էինք ընկալվում, հիմա չենք ընկալվում որպես այդպիսին։ Սրա մեջ ինչ որ չափով ճշմարտություն կա եւ այս մեր ծրագրերի էվոլյուցիան դրա մասին է բանանում, վկայում։ Որովհետեւ մենք այդ թվում 2018 թվականից մենք ինչ ենք ասել։ Մենք ասել ենք մի քիչ այլաբաներ են, հետո ավելի ուղղակի, որ ասել ենք, որ աղքատությունը հաղթարվում է մենակ աշխատանքով։ Աշխատանքը բերում է աղքատության հաղթարման, եթե արդյունավետ աշխատանք է։ Որտեւ եթե աշխատանքը արդյունավետ չի, գիտելիքա հենք չի, ինքը աշխատանքը մոտավորապես պատկերացրեք, այդ նույնն է, թե բան է անում, մեքենան բանի մեջ է, չէ, բանի մեջ է, ցեխի մեջ է, որ ընկնում, կամ պարտադիր չի, ձյունի մեջ, ցեխի մեջ եւ այլն։ Հա, չեմ կարող այդ բառը գտնեմ, հայերեն տեղապտույտ, բայց հիմա ասում ենք, այս մեքենայի ստեյս դուրս գալու ձևը աշխատանքն է։ Շարժիչը միլիոնի տակ աշխատում է։ Բայց չի առաջ գնում եւ արդյունքում այդ շարժիչը մատորը խփելու է։ Սրա մասին է խոսքը։ Որովհետեւ եթե այդ աշխատանքը գիտելիքի վրա ինքը զարգացում չունի, հա, ասում եմ, այսօր խնդրեմ կա։ Ես ինքս եմ ինձ մեկ հարց տալիս, այսքան շատ որ կրթության մասին խոսում ենք եւ այլն, ես ասում եմ մարդիկ կասեն, այս ինչ են, մարդիկ հաց չունեն, սրանք եկել են ինչի մասին են խոսում։ Բայց էլի գոնե մենք, ես անձամբ եւ համոզված եմ բոլորս, մեր փորձը ունեցել ենք։ Այսօր էլ ամենօրյա ռեժիմով դրա հետ ես ամեն օր իմ նամակագրությունը կարդում եմ, իմաստն է վերահասցրագրում եմ ձեզ։ Ամեն օր դրա հետ ես առնչվում եմ։ Մարդը հաց չունի։ Սոված է, մենք բայց կարեկից ենք, չենք կարող բան չանել, չարձագանքել։ Մենք իհարկե աջակցում ենք, որ այդ մարդը հաց ունենա։ Բայց հաջորդ օրը պարզում ենք, որ ինքը էլի հաց չունի։ Էլի կարեկից ենք, պետք է մի բան անենք, որ հաց ունենա, ունի հացը։ Հաջորդ օրն ենք հետաքրքրվում։ Բա ինչ եղավ իր հետ։ Ինքը էլի հաց չունի։ Բա մենք կարեկից ենք։ Պետք է հաց տանք իրեն, երրորդ օրն էլ ենք տալիս։ Չորրորդ օրը հետաքրքրվում ենք, բա լավ, ինչ, հետո ինչ եղավ։ Չորրորդ օրն էլ հաց չունի, 5-րդ օրն էլ, 10-րդ օրն էլ, մի տարի հետո էլ, 5 տարի հետո էլ։ Ինչն է սրա վերջը։ Սրա վերջը պետք է գտնվի, սրա վերջն է նա, որ պետք է մենք կարողանանք մարդկանց աջակցել, որ իրենք գիտելիքահենք, մարդը ինքը իրենով պետք է զբաղվի, ուրիշ տարբերակ չկա։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եվ երբ որ ասում եմ աղքատությունը մեր մտքում է, մեր գլխում է, այս նկատի ունեմ նաև։ Չի լինում ուրիշ կերպ։ Չի լինելու ուրիշ կերպ։ Մենք ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր սև ցուցակում գտնվելը ավելի սևանում է։ Եվ սա է խնդրեմը, եւ այս խնդրեմը, եւ այս որ մենք բան ենք անում, սկսում ենք, ասում ենք 3000 մետրից սկսում ենք, հետո 3000 մետրը դասում ենք 6000, որովհետև 3000 մետրի դեպքում ծրագիրը 0 է, ոչ մեկ հետաքրքրված չի։ 6000-ը 12000, 12-ը 24000, 24-ը 48, 48-ը 96, ու ստացվում է, որ մենք խոշորի պաշտպանն ենք, բայց իրականում մենք աշխատողի պաշտպանն ենք, որովհետև հակառակ դեպքում էլ կա։ Լավ, մի օր տվինք, հաց 2 օր տվինք, հաց 3 օր տվինք, հաց 4 օր, 5-րդ, 10-րդ, այդ ում փողով ենք
այդ հացը տալիս։ Ում։ Այդ գումարը, որը պետական բյուջեն կամ թեկուզ պետական բյուջեն վաստակում է, որով մենք հաց չունեցողին պետք է հաց տանք, այդ գումարը ձևավորվում է աշխատողի հաշվին։ Եվ հետևաբար մենք պետք է աջակցենք աշխատողին, իսկ չաշխատողին պետք է քաջալերենք, որ նա աշխատի։ Իսկ աշխատել կարող է միայն կրթության միջոցով։ Իսկ թե ոնց ենք եւ ինչու ենք մենք 30, 40, 50 տարեկան մարդկանց ասում, որ գիտեք ինչ կրթության միջոցով պետք է լուծվի այդ հարցը, ես այսօր այդ հարցին չեմ անդրադառնա, ես այդ հարցին անդրադառնում եմ իմ բանախոսությունների ժամանակ, որ տենց հանգամանքների բերումով ստացվեց կրթություն նորաձևի շարժման ընթացքում այդ ասելիքը ձևավորվեց, բայց դա կառավարության նիստում ասելու ասելիք չի, որտեղ երկար է կամ հարմար էլ չի։ Բայց էս է մեր խնդրեմ, պետք է հասկանանք։ Նա ով աշխատում, որովհետև էլի եմ ասում, այսօր ես բանի զեկույցն եմ գրում, զեկույցի քննարկման համար ելույթս եմ գրում ազգային ժողովում, որ մի շաբաթ պետք է ունենա։ Մենք 2018 թվականից կենսաթոշակային հիմնադրամը երկրի 234, եթե 30 քանի, 200 քանի միլիարդ դրամով ավելացրել ենք։ Ավելի քան 500 միլիոն դոլարով ավելացրել ենք մեր կենսաթոշակային հիմնադրամը։ Բայց նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք, նվազագույնը կրկնապատկել ենք 18-ից դարձել ենք 36, հա կամ 20-ից ենք դարձրել 30, 18-ից դարձել ենք 30, բայց անհատի մակարդակում ոչ մի շոշափելի բան տեղի չի ունեցել։ Ինչի՞։ Որովհետև այդ ընթացքում էլ 125,000 մարդով ավելացել է կենսաթոշակառուների թիվը։ 2018 թվին Հայաստանում կենսաթոշակառուների թիվը եղել է մոտավորապես 500,000, հա 525, հիմա 650,000 է։ Եվ էլի այս կենսաթոշակների ֆոնդը ավելացել է ում հաշվին, աշխատող մարդկանց հաշվին, նրանք ովքեր աշխատել են։ Եվ մենք, այո, հիմա էլի մեծ 7 տարի մեզ պահանջվեց, որպեսզի մենք համարձակություն դրսևորենք քաղաքական, որպեսզի անապահովության գնահատման համակարգի փոփոխություն իրականացնենք։ Այսօր առավոտը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հանձնարարական եմ տվել, չգիտեմ ինչքանով հնարավոր դա, ես հասկանում եմ, որ բարդություն կա։ Այսօր այդ տեքստի վրա աշխատելիս իմ մոտ հարց ծագեց։ Բայց մի րոպե, մենք կարող է ընտանիք ունենք, որ 25 տարի կամ 30 տարի անապահովության համակարգում է։ Ես համոզված եմ, որ ունենք, հիմա նախարարին խնդրել եմ, ասում եմ, հələ տեսնենք քանի մարդ եւ քանի ընտանիք կա։ Պատկերացնեք, մարդ 30 տարի փարոսի շահառու է։ Սա, գիտեք ինչ է, սա կատարյալ անհարգալից վերաբերմունք է այդ մարդու նկատմամբ։ Անհարգալից վերաբերմունք, պատկերացնեք, մարդը 30 տարի նպաստ է ստանում անապահովության։ Մենք էլ համարում ենք, որ իրան լավություն ենք անում, որ 30 տարի անապահովության նպաստ ենք տալիս իրան։ Մենք դրանով իրանց սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ։ Մտցնում ենք արյան մեջ այդ աղքատությունը, որ դու այդտեղ բան կանես։ Եվ սա լրջագույն պրոբլեմ է, մենք սրա մասին պետք է մտածենք։ Լրջորեն պետք է մտածենք։ Ու մարդկանց հետ պետք է խոսանք սրա մասին։ Որովհետև ասում եմ, այն օրվա խոսակցությունը եւ էլի այդպիսի խոսակցությունները շատ ծանր տպավորություն են թողնում, որովհետև հասկանում ես, որ փակուղի է, չի լուծվում այդ հարցը։ Էնպես որ առաջարկում եմ սրա մասին մտածել, բայց այս քաղաքականությունը մենք պետք է շարունակենք։ Այո, 1 միլիարդ դնում է, ստեղծում է, որովհետև պոտենցիալ անապահովության համակարգում ընդգրկվածի համար աշխատատեղ կարող է ստեղծել ոչ մեծ, բայց աշխատատեղ կարող է ստեղծել։ Եվ մենք պետք է գնանք այդ ճանապարհով, չվախենանք, որ մեզ ասեն, վայ, սրանք խոշորների պաշտպանն են։
որովհետև ոչ խոշորներին պաշտպանելով իբր մենք այդ մարդկանց դատապարտում ենք աղքատության, հավերժ աղքատության։